Հայաստանի կառավարության կայքում հրապարակվեցին Արցախյան հարցին առնչվող բանակցային փաստաթղթեր, այդ թվում 2019 թվականին։ Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը միայն այս տարի է հայտարարել, որ 2019 թվականին եղել է բանակցային առաջարկ։ Բանակցությունների սեղանը միշտ թուղթ ա եղել, տենց բան չի եղել, տենց մի օր չի եղել, որ բանակցությունների սեղանը առանց թղթի լինի։ Միշտ ինչ որ թուղթ դրած ա եղել։ Փաստաթղթի բովանդակությունն այսպիսին է. հանձնել 5 շրջանները, իսկ Քելբաջարն ու Լաչինը թողնել ԵԱԿ դիտարկման ներքո, տեղակայել խաղաղապահ ուժեր, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ անցկացնել հանրաքվե։ Այս եւ մյուս փաստաթղթերի բովանդակության մանրամասն վերլուծությունը թողնենք փորձագետներին, թեև ակնհայտ է, որ դրանք չեն բացում այնպիսի նոր էջեր, որոնք կտրուկ կփոխեին հանրային ընկալումները կամ մեր պատկերացումները բանակցային դինամիկայի վերջին տարիների գործընթացների մասին։ Քաղաքական դաշտը բնականաբար արագորեն ներգրավվեց եւ ներգրավելու է այս թեմայի քննարկման մեջ, եւ հենց այստեղ է, որ Նիկոլ Փաշինյանը կրկին խաղալու է առաջին համարով։ Փաստաթղթերի հրապարակումը եւ հաջորդող դիսկուրսը նա դարձնելու է նախընտրական քարոզչական հարթակի հիմնական բաղադրիչը։ Քննադատությունը նա անմիջապես տեղավորում է իրեն հարմար դաշտ։ Եթե ասելիք ունեք, եկեք բանավեճի, կամ ոչ էլ եկեք, որովհետեւ փաստարկներ չունեք այլևս։ Էլի ինչ խոսամ, էլ բանավիճելու բան չկա, թող կարդան, պատմեն, կարդան, պատմեն, կարդան, պատմեն։ Ինչ պետք է պատմեն, պատմելու բան չկա։ Եթե կարող եք լուծել, ինչու չլուծեցիք ձեր իշխանության տարիներին։ Այսպիսով սահուն հանրային քննարկումը կրկին հետ է վերադառնում դեպի 2018-20 թվականներ։ Լավ առաջարկել, ուրեմն գնայիք լուծումների։ Ժամանակին գնայիք լուծումների։ Եթե լավ առաջարկ ա եղել ու չեք գնացել լուծումների, ուրեմն դուք պետքա պատասխան տաք ժողովրդին, թե ինչի չեք գնացել լուծումների։ Այսօր էլ նախորդանի ամբիոնից, եթե կարող եք լուծեիք, այնպիսի մանիպուլատիվ շեշտադրմամբ է ասում, կարծես իրեն հաջողվել է լուծել, կարծես լուծել նշանակում էր պատերազմի տանել երկիրը։ Այսինքն ինչ եք ուզում մեզանից։ Բա 18 թվին ես վարչապետ եմ դարել, ամբողջ ձեր եւ ձեր կոալիցիոն ասում է հողերը տվեց, հողերը տվեց, հողերը տվեց, հողերը տվեց, հողերը տալու է, հողերը տվեց, ինչի համար։ Ամենավատ, նույնիսկ ամենացավոտ բանակցությունը 1000 անգամ նախընտրելի է կործանարար պատերազմից։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միակը չէ, աշխարհում շատ կան չլուծված հակամարտություններ, որոնց բանակցությունները տասնամյակներ շարունակ սառչում ու վերսկսվում են։ Եթե Փաշինյանը լուծել ասելով հասկանում է երկիրը տանել դեպի խորտակիչ պարտության, դեպի հայրենի Արցախի կորստի, ապա դա լուծում չէ։ Դա նույնն է, ինչ օդաչուն հասկանալով, որ շարժիչը խափանվել է, ինքնաթիռը տանի կործանման հետևյալ արդարացմամբ, քանի որ դուք չեք կարողանում շարժիչը վերագործարկել, ես որոշեցի ինքնաթիռը գցել ծովը։ Ահա իմ լուծումը։ Պետք է ունենաս համարձակություն, պատասխանատվություն անել այն, ինչ որ արել եք։ Շարժիչը վերագործարկելը այո դժվար է, ճգնաժամը կառավարելը, բանակցելը նույնպես, սակայն հնարավոր։ Իսկ ինքնաթիռը միտումնավոր կործանելն ամենևին լուծում չէ, դա հրաժարվում է պատասխանատվությունից։ Այո, 2019-ի կամ ավելի վաղ արված առաջարկները տասնապատիկ նախընտրելի էին այն աղետի համեմատ, որին բախվեցինք, իսկ այդ ամենը արդարացնելու փորձերը 1000 անգամ ծեծված են եւ պրիմիտիվ։ Այս խոսույթը պատերազմից հետո պարբերաբար շրջանառության մեջ է դրվել, բայց ընտրություններին ընդառաջ այն ստանում է նոր փաթեթավորում բանակցային փաստաթղթերի հրապարակման տեսքով։ Այդ եղանակով իշխանությունը ոչ միայն չի թողնում այլորակարգ ձևավորվի, այլև կանխավ, կոնստրուկտավորում է իր համար շահավետ քաղաքական բեմը, հստակ ցույց տալով փաստաթղթերի հրապարակումը ոչ թե հաշվետվողականության քայլ է, այլ քարոզչական միջոցառում, որն ունի ճշգրտված նպատակ՝ մոլորեցնել, բևեռացնել եւ նախկինների ֆոնի վրա դիվիդենդներ վաստակել։ Այդ դուք եք որ տենց սուպերմեններ եք, բան, տուրնիկի վրա այնքան անվախ կարակ պատտվեք, որ բան չվախենալով որ էլեմենտներ կան։ Մենք մարդիկ ենք։ Մենք մարդիկ ենք, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացուց բխած իշխանությունով միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, որ առերեսվել ենք մեր իսկ շահերին, մեր իսկ դարդին, մեր իսկ խնդրին։ Եվ հասկացել ենք, որ մենք պետք է մեր երկրի ապագայի վերաբերյալ կայացնենք որոշումներ եւ կայացրել ենք որոշումներ։ Հայ հասարակությունը այո, պարտադիր պետք է իմանա ճշմարտությունը առանց կոծկման, առանց քարոզչական խմբագրման։
Պատերազմի պատճառները, պատասխանատուները, ընդունված ու չընդունված որոշումները պետք է ստանան օբյեկտիվ, փաստահեն եւ իրավական գնահատական։ Սա նույնիսկ քննարկման թեմա չէ։ Բայց այստեղ ամենակարևոր հարցն այն է, որ այս փաստաթղթերի հրապարակմամբ իշխանություններն ամենևին էլ այդ նպատակը չեն հետապնդել։ Նպատակը իրավական գնահատական տալը չէ, մեղավորներին պատժելը չէ։ Այսպես պարտակվեց նաև 2020-ի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Այնինչ այսօր տեղի է ունենում, դա ոչ թե ճշմարտության որոնում է, այլ քաղաքական շահարկում, կեղծ բանավեճ, որի նպատակը ոչ թե պարզելն է ինչ եղավ եւ ինչու, այլ ով է ավելի մեղավոր, նախկինները, թե ներկաները։ Հավաքական ընդդիմությունը կխաղա պարտադրված ձևաչափով, թե կկարողանա սեփական օրակարգը գեներացնել, պարզ ձևակերպված խնդիրներով, անվտանգության նոր ճարտարապետություն, արտաքին քաղաքական ճկուն մոդել, պետականության ամրապնդման ճանապարհային քարտեզ, դժվար է ասել։ Եթե ոչ, ապա պատտվելու են այս դիսկուրսի ներկա նախկին սև-սպիտակ փակ շրջապտույտում, այն իրականում ոչ մի բանի չի վերածվելու, չի առաջացնելու նոր քաղաքական կարողություն, չի ստեղծելու լուծման նոր ճանապարհ, ելքեր, հաղթահարելու հետ պատերազմյան ծանր հետևանքները եւ չկանգնել նոր մարտահրավերների ու կորուստների վտանգի առաջ։ Կձևավորվի որևէ ուժ, որն այս խաղի կանոններով չի խաղա, այլ որակապես նոր եւ մրցունակ օրակարգ կձևավորի, որին իշխանությունը չի կարողանա պատասխանել բերեք բանավիճենք ձևաչափով, այսպիսով կորցնելով քարոզչական հենարանը։ Մշուշոտ է շատ այս հեռանկարը։ Հայաստանում դեռևս լուրջ ընդդիմադիր շարժում չի ձևավորում, որ վայելի հանրային լայն վստահություն եւ աջակցություն։ Ինչպես դուրս գալ այս փակուղային իրավիճակից։ Օրեր առաջ Գավան թեմայի շուրջ զրուցել էր Միացյալ Նահանգների Լիհայի համալսարանի պրոֆեսոր քաղաքագետ Արման Գրիգորյանի հետ։ Հարցազրույցից մի հատված առաջարկում եմ դիտել։ Խնդիր այն է, որ տիտղոսային ընդդիմությունը հենց այն մարդիկ են, ում դեմ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իշխանություն անել, եւ Հայաստանում դեռ այդ բանը թարմ է հիշողությունը, թե այդ 20 տարին Փաշինյանի իշխանությանը նախորդած 20 տարին ինչ տեսք ուներ։ Եվ դրան վերադարձի տրամադրություն Հայաստանում չկա, որքան էլ մարդիկ դժգոհ լինեն Փաշինյանի իշխանությունից։ Դրան պետք է ավելացնել այն փաստը, որ այդ մարդիկ, որոնք պատասխանատու էին այդ 20 տարիների մեր քաղաքականության, մեր տնտեսության, մեր իրականության, մեր անվտանգության այլասերման համար, այսօր մի ապաշխարանքի խոսք չեն ասել։ Հակառակը համարում են, որ այս ամեն ինչի մեղավոր է Նիկոլ Փաշինյանն էր, որ եթե իրենք լինեին, սա չէր լինելու, չնայած ասենք Նիկոլ Փաշինյանի օրակարգից իրենց արտաքին ու քաղաքական օրակարգը շատ եւ անվտանգության օրակարգը շատ չէր տարբերվում, գոնե պատերազմից առաջ։ Քանի որ ռեսուրսները հիմնականում կենտրոնացած են հենց այդ ուժերի ձեռքում, խոսակցությունը դրանց միջև է տեղի ունենում։ Եվ ես չգիտեմ, ինձ վրա գուցե ինչ-որ բան եմ հրավիրում, քննադատություն եմ հրավիրում սա ասելու, բայց այդ մարդիկ այլընտրանք չեն Նիկոլ Փաշինյանին, դրանք չեն այլընտրանքը, նրանք օրակարգ էլ չունեն, օրակարգն ինչն է, որ Նիկոլ Փաշինյանը հողատու ու դավաճան է, այդ օրակարգով գալու են բանան են, իշխանություն վերցնեն, իսկ իրենք ինչ են անելու Նիկոլի քաղաքականությունից տարբեր, Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունից տարբեր, այդ հարցին մի կարգին մարդավարի հոդաբաշխ պատասխան չի տրվել։ Հավելեմ միայն, որ սա զուտ կուսակցությունների կամ անհատների խնդիր չէ, անելիք ունի նաև հանրությունը։ Եթե իսկապես կա պետությունը փրկելու կամք, ապա այդ կամքը պետք է դառնա հստակ հանրային պահանջ։ Բոլորը պետք է խոսեն նույն լեզվով եւ նույն բանի մասին, պետությունը պահելու։ Եթե չկա նման նպատակ, պահանջ, ուրեմն ամեն ինչ ճիշտ տեղում է։ Եթե ոչ, հարկավոր է ձևավորել այդ համազգային կամքը։ Մինչև ընտրությունների քիչ, բայց դեռ ժամանակ կա։ Կհանդիպենք։